Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Պարզվում է վարչապետի նշած ընկերությունը վաղուց է պետք խոշորացույցի տակ։ Դեռ 2024-ի սեպտեմբերին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ստվերային շրջանառությունից չի վճարվել 95.7 միլիոն դրամ հարկ։ Բացի այդ, ընկերությունը 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ է փորձել մաքսանենգ ճանապարհով ներմուծել, որը կանխվել է։ Պարզվել է, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է այլ հարկ վճարողի անվամբ իրականացնել, հարկային բարենպաստ պայմաններից օգտվելու նպատակով։ Այստեղ էլ պետությանը պատճառվել է 64.5 միլիոն դրամի վնաս։ Խուզարկություններով հայտնաբերվել է 90 հատ iPhone 16 հեռախոս, որոնց վերաբերյալ օրինական ճանապարհով ձեռքբերման փաստաթղթեր չեն եղել։ Միևնույն ժամանակ 277 հատ օրինական ճանապարհով ներմուծված բջջային հեռախոս իրացվել է առանց փաստաթղթավորման։ Այս դեպքում 46.1 միլիոն դրամի հարկային պարտավորություն է հաշվարկվել։ Նաև իրականացվել է 23 թեմատիկ ստուգում, արձանագրվել 5.8 միլիոն դրամի տուգանք, որից 4.2 միլիոնը այս տարի։ Բացի դրանից, այս պահին ընթացիկ ունենք համալիր հարկային ստուգում, համալիր հարկային ստուգման նախաձեռնության հիմքի հանդիսացել քննիչի որոշումը, այս պահին ստուգումը կասեցված է, որովհետև իրականացրել ենք մի շարք հարցումներ, հարցումների պատասխաններին ենք սպասում։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքով հստակ նշվում է, որ կազմակերպություններն իրավունք չունեն կանխիկ եւ անկանխիկ վճարման դեպքում տարբեր գին սահմանել։ Այս վարկագիծը բնորոշ է ոչ միայն այս տնտեսվարողին, նկատում է Պետ նախագահի առաջին տեղակալը։ Երբեմն տնտեսվարողները մեկնաբանում են, որ կախված է բանկային տոկոսների հետ, սակայն մենք փորձել ենք համադրում կատարել, բանկային տոկոսները մեր երկրում տատանվում են մոտավորապես 1.5-ից մինչև 4%, կախված ինչպիսի բանկային քարտերով է իրականացվում ուրեմն վճարման ընդունումը, սակայն գնային տարբերությունը բավականին մեծ է, 10% եւ ավելին։ Երբ կազմակերպություններն առանց փաստաթղթավորման ապրանք են ձեռք բերում, շահագրգռված են այն վաճառել կանխիկ, շեշտում է Վրեժ Մխիթարյանը։ Հավելում, տվյալ պարագայում արդեն ավելի ցածր գին են առաջարկում։ Բնականաբար, եթե մեկ տնտեսվարող հնարամտությունների է դիմել եւ կանխիկ եղանակով իրականացնում է վաճառքներ եւ այդ գումարները չի մուտքագրում ՀԴՄ, իսկ մյուս նույն ոլորտում աշխատող մյուս կազմակերպությունը, որը բարևարք է եւ թե կանխիկ, թե անկանխիկ վաճառքների դեպքում գումարները մուտքագրում է ՀԴՄ, առաջանում է մրցակցային խնդիր առնվազն գոնե հարկի չափով։ Կոմիտեն այս տարի անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների 913 ստուգում է իրականացրել, հայտնաբերելով 425 խախտում։ Ընդհանուր տուգանքի չափը 157.7 միլիոն դրամ է։ Մասնագետը նկատում է, խնդիրը չփաստաթղթավորված ապրանքներն են։ Եթե դու կանխիկ ես ձեռք բերում, որ դիմաց երևի ՀԴՄ կտրոն չի տրամադրում, ՀԴՄ չի դնում, չի փաստաթղթավորում եւ հարկեր իր մոտ չի առաջանում, դրա համար ինքը ավելի մաչելի գին է առաջարկում, իսկ ասում եթե փաստաթղթով ես ուզում, ապա ես լրացուցիչ հարկեր պետք է տամ եւ այդ հարկման բեռը չի ուզում մնա իր վրա եւ ասում դրա համար ավելի թանկ կվճարես, որ ես քեզ համապատասխան փաստաթղթը կտրամադրեմ։ Բջջային հեռախոսների վաճառքի ճյուղն այս դեպքում զգայուն ոլորտներից է։ Առհասարակ այն ոլորտներում, որտեղ ապրանքները հարկունակ են, տնտեսվարողները փորձում են շրջանցելու տարբերակներ գտնել, նկատում է Պետ նախագահի տեղակալը։ Սակայն կոմիտեն թե բացատրական, թե վարչարարական աշխատանքներ է իրականացնում։ Մենք ստուգումները իրականացնում ենք ռիսկի վրա հիմնված չափանիշներով, այսինքն պիտի կազմակերպությունը որևէ ռիսկով հայտնվի որևէ տիպի ստուգման տակ, որ մենք իրականացնենք ստուգում։ Բացատրական աշխատանքներ իհարկե իրականացրել ենք, իհարկե մենք դիտարկում ենք, որ ոլորտներն են առավել ռիսկային եւ տվյալ ոլորտում, որ վարկագիծն է առավել ռիսկային։ Տիգրան Քեյանը նկատել է, որ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող պաշտոնական ներկայացուցիչներն ու մյուս ընկերությունները նույն հեռախոսը մոտ 10% գնային տարբերությամբ են վաճառում։ Տվյալ դեպքում պաշտոնական ներկայացուցչի առաջարկած գինն ավելի բարձր է, ինչը խաթարում է մրցակցային միջավայրը։ Վերը հենց նրանում է կայանում, որ իրանք այդ ապրանքները ինչ որ կարող այլ ճանապարհով ներմուծվել Հայաստան, հա, կամ այլ ոչ ճիշտ հավաստի, հա, հայտարարած ապրանքի ներմուծման գնով ներմուծվել Հայաստան եւ հիմնականում չփաստաթղթավորելով հավելյալ գերշահույթներ, հա, ասենց ասեմ, փաստաթղթեն գերշահույթ չի ցուցադրվում եւ այդ հարկման բեռը իրենց մոտ հնարավորինս բարձր չի լինում։ Եթե իրենք այդ ամբողջը փաստաթղթավորեն եւ փաստաթղթով իրացնեն, իրենց մոտ մեծ հարկեր կառաջանա եւ գնային քաղաքականությունը արդեն
այն չի լինի, ինչը որ իրանք կանխիկով ցույց են տալի։ ՓՄԶ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամի կարծիքով պետությունը բանկերի հետ պետք է փորձի աշխատանք կատարել միայն, որ ծառայությունները մատչելի դարձնեն եւ կանխիկ-անկախիկ ձեռքբերման առումով էական չլինի տարբերությունը։ Նշենք, որ այս տարվա հունվար-նոյեմբերին մեր երկրում ՀԴՄ-ներով առևտրի ծավալը կազմել է 2 տրիլիոն 880 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 74 միլիարդը կամ 37.3%-ն անկանխիկ։ Նախորդ տարի դրա կշիռը 22.5% է եղել։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։